Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ դոկտոր Մարի Հրաչուհի Պողոսյանի հետ։ Նա ավելի քան 10 տարի առաջ է վերադարձել Հայաստան, իր հետ բերելով տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի տարիների փորձը։ Տիկին Պողոսյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Նախ խոսենք ձեր փորձառությունից, որ ԱՄՆ-ում կուտակել եք, հատկապես աշխատելով NASA-ում եւ մի շարք այլ ամերիկյան ընկերություններում, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մշակելով տարբեր ծրագրեր։ Հետաքրքիր է, ինչ ծրագրերի վրա եք աշխատել։ Նախ շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Իրականության մեջ NASA-ում եւ aerospace-ում բավական ծրագրերի վրա աշխատել եմ թե ուսումնասիրություններ եւ թե հետազոտական աշխատանք եւ թե տարբեր missions առաքելություններ Միշիներից մեկը եղել է, որ ինչպես ամբերը հաշվում ենք, ամբերի խտությունը ինչպես է լինում մեր երկրագնդի վրա։ Երկրորդը աշխատել եմ շատ ավելի երկար Յուպիտեր գնացող արբանյակ, որը հիմա արդեն այնտեղ է, կոչվում է Juno, դրա ամբողջ մագնիսական իզոլացիան ես եմ եղել ղեկավարը եւ առավել աշխատել եմ Մարսի ծրագրերի վրա Մարսի ծրագրերից կային երկու հատը որում մեկը իրականության մեջ գումար project manager ես էի proposal project manager այնպես որ Mars, Jupiter, Saturn, ուրեմն Saturn-ի վրա գնացել ենք եւ այնտեղ աշխատել եմ որպես science sequencer։ Երարցակելուց հետո երբ որ տվյալներն ենք սկսում հավաքել, նրանց ինչպես էինք իրեն ասում ուղում, այսպես ասած, բդդվիր, նկարը վերցրու, դարձիր Այսինքն կառավարում էիք արբանյակը։ Ավելի operation-ի մեջներ դա։ Եվ առավել աշխատել եմ բավական ուրեմն մենք աշխատում էինք նախագծերի վրա մոտ 3 տարի այդպես աշխատել եմ 50-ից ավելի միշեններ, որոնք գնում էին տարբեր մոլորակներ, տարբեր պատճառների համար։ Այնպիսի փորձառություն ունեք, որ կարծում եմ շատերի համար երազանք կարող է թվալ, հատկապես նշում եք տարբեր մոլորակներ ուղարկված արբանյակների ծրագրերի վրա եք աշխատել։ Հետաքրքիր այս փորձառությունից հետո ինչպես եք որոշել, որ պիտի գաք Հայաստան, թողնելով ԱՄՆ բարձր տեխնոլոգիական միջավայրը, գալով հայկական միջավայր։ Իրականության մեջ ինձ այստեղ բերողը իմ ամուսինս եղել է։ Ինքը միշտ տեսնում էր, որ ինչ գործեր ենք անում եւ գալիս էր շատ ես իրեն ամեն ինչից տեղյակ էի պահում։ Միշտ ինձ ասում էր դու շատ լավ գործ կանես Հայաստան։ Եվ այդպեսով մի օր էլ որոշեցինք այստեղ տեղափոխվել 2002-ին եկանք այստեղ Պսակնից այստեղ արինք, վերջը գնացինք ետ եւ շարունակեցինք կյանքը վերջը տեսանք, որ մենք ուզում ենք Հայաստան տեղափոխվել ինքը միշտ հորդորում էր, որ անպայման պետք է Հայաստան գնանք Եկա հոս ամերիկյան համալսարանի իմ տանս շատ մոտ էր ուրեմն գնացի այնտեղ ինձ ասին, որ ինչ կարող ես դասավանդել Ասի ես հիշեցի, որ իմ բիզնես ղեկավարման դասընթացների մեջ սովորել էի ստեղծարարություն, նորարարություն, ձեռներեցություն թեման, որը իմ ուղեղս էլ բացավ, իմ աչքերս էլ բացավ, իմ ամեն ինչս ուղղակի ես սկսա հասկանալ գիտնականից, ինչպես դառնամ բիզնես ղեկավար։ Ասի կարող եմ դասավորացնել, որտեղից եք սկսում, ասի ստեղծարարություն եւ նորարարություն։ Ու առաջի դասը
քրեցի curriculum-ը դվի համալսարանը ընդունեց 42-45 ուսանող արձանագրվեցան ու մենք այնտեղից ասենք շնորհակալություն ու եկանք Հայաստան առաջինորեն սկսել եմ աշխատել ամերիկյան համալսարան դեռ մի ամիս չանցած մի օր հանդիպեցի մի տիկնոջ ասաց ուզում ես գալ պետական համալսարան նորարարություն ես սովորացնում ասի հա ինչու՞ չէ գնացի եւ ժուրնալիստիկայի ֆակուլտետին ծանոթացա այնտեղ էլ նորարարությունը ուզեցին եւ սկսա նորարարություն սովորացնել PR-ին վերջը արդեն անցանք մինչև 2018 այդ ընթացքին տեսա որ իրականության մեջ 2015-ին տեսա որ ես նորարարություն սովորացնելը ինձ չի գոհացնի Չի բավականացնի միգուցե այո ուրեմն սկսա ուսումնասիրություն որ արդյոք Հայաստանի երիտասարդները պատրաստ են aerospace ծրագիր ունենալ եւ այդ ուսումնասիրությունը արի մայիսին դա ներկայացրեցի կոնֆերանսին ու տեսա որ շատ պատրաստ են շատ դրա համար սկսա տեսնել որ ինչը չկա Հայաստանի մեջ եւ ինչու համար չկա եւ ինչպես կարող ենք մենք ստեղծել եւ այդ էր պատճառը պոլիտեխնիկ գնացինք պետական համալսարանը մոտեցա ու սկսա բացատրել խոսել որ մեզ պետքա ծրագրերի ղեկավարներ պատրաստել մեզ պետքա system engineer այսպես ասած համակարգերի ճարտարագետներ պատրաստել եւ շատ հեշտ ինձ ընթառաջել են ես երբեք չեմ տեսել խոչընդոտներ անկեղծ ասած շատ լուրջ եմ ասում որովհետեւ կարող էին ասել որ չէ պետք չունենք եւ այլն բայց հենց երբ որ լսում էին այդ բառերը ասում էին հա կարող եք դասավանդել ասում էի այո եւ այդպեսով մենք առաջ գնացինք ու եկանք հասանք մինչև այն տեղը որ 2018 էր ուսանողներ ունեի ամերիկյան համալսարանից եւ պետականից սկսանք պատրաստել նորարարությունը տարբեր ոլորտներում նորարարությունը ստարտափների մեջ նորարարությունը սոցիալներեցության մեջ նորարարությունը ժուրնալիստիկայի մեջ նորարարությունը դիեզերքում ու այսպեսով խմբակ հավաքվեց ու սկսա իրենց սովորացնել որ նորարարությունը միայն նորարարություն բառ չէ այլ նա պետք է որ տանի թեպի դիեզերական սարքաշինություն այդ էր պատճառը որ մեր ընկերությունը CIPAR-ը մեջտեղ եղավ որ Center for Innovation Promotion and Research եւ հետագային 2023-ին արդեն aerospace-ը մեջտեղ բերինք Տիկին Պողոսյան դուք ասացիք որ ցանկանում էիք ուսանողներին սովորեցնել որ նորարարությունը միայն բառ չէ եւ այն կարելի է գործնականում կիրառել եւ տեսնել արդյունքները Այսօր տեսնում եմ, որ ձեզ հետ ունեք սարքավորման մասնիկներ, ես կխնդրեի մանրամասնեիք, թե ինչ է սա եւ արդյոք սա հենց այդ արդյունքներից մեկն է։ Շատ լավ հարց է։ Սա արբանյակ է։ Արբանյակ է եւ իր մասնիկներով։ Մենք պատրաստեցինք մի ծրագիր, որը ուզեցինք սովորացնել դպրոցներին, թե որ մեր երեխաները, աշակերտները չվախենան դիեզերք բարից, մեկ, երկու որ
ուզում էինք իրենց բացատրել, որ Արբանյակը այնպիսի բան չէ, որ պիտի անպայման դրսից բերվի, մենք էլ կարող ենք անել եւ շատ խելացի երիտասարդներ ունենք։ Երրորդը, որ կառույցները կան երկրում։ Այդ կառույցների հետ աշխատելով մենք ուզեցինք ցույց տալ, որ մենք էլ կարող ենք անել։ Դրա համար մենք արդեն համաձայնություն ունենք բյուրականի հետ եւ մեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը մեզ արտոնություն տվել է, որ մենք դպրոցներում սովորացնենք Արբանյակը ինչպես է սարքվում դպրոցներում եւ քոլեջներում եւ համալսարաններում եւ ինչու՞ չէ, եթե մենք գիտելիքը ունենք, ինչու պիտի ամեն ինչը հենվենք դրսի, մենք դրսի գործընկերներ կունենանք եւ գործընկերների հետ կանենք, խնդիրներ պետք է բերենք այստեղ, որ խնդիրները լուծենք։ Միևնույն ժամանակ էլ մենք ուզեցինք, որ այնպիսի Արբանյակներ սարքել, որ դպրոցներում արդեն ընդունված է։ Այս Արբանյակը կլինի բաժակի չափով եւ իր մեջը կպարունակի ուղեղը, կապը եւ իր սնուցման ուժը եւ առավել թե ինչու համար իրեն ուղարկում ենք վերևը։ Սա օրինակի համար կարող է լինի մագնիսական դաշտ չափել, կարող է լինի ջերմություն չափել, կարող է լինի նկարել, կարող է լինի խոնավություն չափել։ Սրանք մեկը մյուսի վրա նստեցնում ենք սրա մեջ ու մենք մինչև անգամ սարքել ենք մեր վերգետնյակայանը, վերգետնյակայանի հետ միասին, երբ որ Արբանյակը վեր ենք հանում, երբ որ իջնում է, այդ ընթացքին արդեն երկու անտենաները կամ երկու ալիհավաքները խոսում են իրարու հետ ու մենք տվյալներ ենք ստանում։ Սա դպրոցական ծրագիր է ամբողջ աշխարհի մեջ։ Մենք չթողնելով, որ Հայաստանը հետ մնա այդ ծրագրից, մենք էլ պատրաստել ենք մեր տարբերակը, սա օրինակի համար ընդունված օրինակ է Անգլիայում, Ամերիկայում, Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Կորեայում դպրոցական երեխաներին սովորացնում են, այսինքն այնպես որ մենք դեռ շատ ուշ ենք մնացել այս ամեն ինչը սովորացնելու։ Աշակերտները վերցնում են պարաշուտով իրեն իջեցնում են վար, այդ ընթացքին արդեն իսկ տվյալները կհավաքվի երկու ալիհավաքների միջև եղած կապի միջոցով։ Եվ սա արդեն փորձարկվել է։ Այսա փորձարկվել է, այո։ Արդեն տվյալներ հավաքագրվել են։ Այո, անպայման մենք չենք կարող սա տալ դպրոցներին առանց որևէ մի փորձարկման։ Եվ որքան ժամանակ պահանջվեց, նշեցիք, որ ուսանողներն են պատրաստել սա, այո։ Ամբողջովին։ Ինչքան ժամանակ պահանջվեց, որ պատրաստեն։ Մի տարի, սովորելով, որովհետև եւ գիտեք ինչպես է, ավիատիեզերական ոլորտը չի պահանջում մի տեսակի ինժեներ, չի պահանջում մի տեսակի մասնագիտություն։ Սրա մեջ կա սրա մասնագիտությունը, այս սալիկների մասնագիտությունը տարբեր է, սրա մասնագիտությունը տարբեր է, եւ կապի մասնագիտությունը տարբեր է, եթե կամերա դնենք, կամերային աշխատացնելը տարբեր է եւ առավել որ aerodynamics-ը տարբեր է։ Տարբեր ուսանողներ են վերցնում եւ իրենց թե սովորացնում են եւ թե իրենք աշխատում են եւ արդյունք են ցույց տալիս։ Այնպես որ մենք սովորում ենք միասնաբար։
ուսանողների հետ միասին, որովհետև ուսանողներն էլ ինձ շատ բաներ են սովորացնում, պետք է դել ասեմ, շատ ինձ մշակույթն են սովորացնում, իրենց մտածելաձևն են սովորացնում, որը ես շատ հիացել եմ, որովհետև իսկապես շատ խելացի են, շատ։ Եթե սկզբում նկատել եք վախ դիեզերք բառից, հիմա այդ վախը չկա, ես վստահ եմ չի լինի։ Մենք հիմա բախվում ենք հետևյալ հարցին, երբ որ գնում ենք դպրոցներին ներկայացնում ենք մեր հովանավորի հետ, տեսնում ենք, որ երեխաները այսպես պահանջում են, իրենք շատ են կարդում, բայց միևնույն ժամանակ էլ իրենք շոշափելի բան չունեն իրենց ձեռքերի մեջ։ Մենք սա տալիս ենք շոշափելի, որ իրենք կոտրեն, վնասեն, սովորեն եւ ինչու՞ չէ տվյալներն էլ հավաքեն։ Կարող ենք ասել, որ արդեն դպրոցներում մեկնարկել է Այո, ծրագիրը։ այո։ Դեկտեմբերի 2025 դեկտեմբերից սկսանք դպրոցներում այս ծրագիրը եւ հիմա արդեն երկրորդ խմբի վրա ենք աշխատում։ Տիկին Պողոսյան, ընդհանուր առմամբ ինչպես եք պատկերացնում այս ծրագրերի զարգացումը Հայաստանում, մինչև ուր կարող են հասնել ուսանողների ներուժը։ Շատ լավ հարց է սա։ Գիտեք ինչպես, մենք սա միայն մեր միակ ծրագիրը չէ։ Մենք ունենք սա դպրոցական ծրագիրն է, բայց մենք միևնույն ժամանակ էլ ունենք թռիչքային արբանյակ, որը արդեն իսկ աշխատում ենք դրա վրա եւ պիտի ուղարկենք դեպի տիեզերք մոտավորապես 400 կիլոմետր բարձրության վրա աշխատում ենք մեր տարբերակը հնարել ունենալ արբանյակին, որ գնա դեպի ավելի վերև։ Մենք միևնույն ժամանակ մեր ընկերությունը պատրաստում է մասնագետներ այն իմաստով, որ թեկուզ իրենք, ես միշտ իրենց ասում եմ, թե երրորդ կուրս եք, մասնագետ բառը ճիշտ չի ձեզ ասելու, բայց երբ որ դու հմտանում ես մի ոլորտում, արդեն իսկ սկսում ես մասնագետի նման հասկանալ։ Դրա համար մենք օրինակի համար, այսպես ասած, օրբիտայի հաշվարկներ անելը շատ լավ տիրապետում ենք։ Միևնույն ժամանակ մենք տիրապետում ենք հիմա թռիչքարինք վերջացանք։ Արբանյակը գնաց մինչև 300, 400, 500, 1000, 2000, 45000 կիլոմետր բարձրության վրա։ Այնտեղից ինչպես պիտի կառավարես։ Դա այդ մասը կոչվում է operation մաս։ Operation-ի մասն էլ մենք սովորում ենք հիմա եւ միևնույն ժամանակ մենք սովորում ենք թե ցածր բարձրություններ գնալ եւ թե բարձր արբանյակները այդ աստիճանի արբանյակ 46 կիլոմետր բարձրության վրա ինչին պետք է որ ուշադրություն դարձնենք։ Եվ ինչու համար պիտի դրան ունենք այդ տվյալները Հայաստանում թե ոչ, ինչը կարող ենք սարքել մեր ձեռքով, ինչը չենք կարող սարքել, այդ հարցերով վրա ենք կենտրոնանում մեր ընկերությունը։ Եվ ի վերջո երբ եք ակնկալում, որ կունենաք պատրաստի արտադրանք, որը ի վերջո կհայտնվի տիեզերքում։ Մենք ունենք հիմա արդեն մեկ արբանյակ, որը պատրաստ է թռիչքի եւ աշխատում ենք երկրորդ արբանյակի վրա, որը ուզում ենք ամենևին ամբողջովին Հայաստանում պատրաստված լինի մեր ուսանողների երիտասարդների ձեռամբ, ոչ թե դրսից բերենք կոմպոնենտներ կամ մասնիկներ եւ այստեղ մենք այն էլ կարևոր է, բայց մեր ընկերությանը Սիփարի ավելի իրեն առաքելությունը այն է, որ տիեզերական սարքաշինությունը աճեցնի Հայաստանում
եւ մենք կախված չմնանք ուրիշ երկրներից, որովհետեւ ընկերությունները մեկ իրենք աճում են, ունեն այդ product-ը, վերջը մեկ էլ տեսնում ես, որ զանգում ես, ասում ես, որ այս product-ը ունեք կամ այս մասնիկը ունեք, իրենք ասում են, որ չէ, մենք էլ այլևս չենք արտադրում դա։ Դրա համար մենք պատրաստում ենք ամեն ինչը։ Եվ կա հնարավորություն Հայաստանում բոլոր կոմպոնենտներով պատրաստելու։ Այո։ Կարևորը գիտելիքն է։ Եթե գիտելիքը ունեցանք, անցյալները շատ հետաքրքիր մի նյութ էի կարդում։ Առանց գիտելիքի ոչ մի բան չլինի։ Մենք պետք է գիտելիքը տանք եւ գիտելիքի վրա հենվենք, որքան էլ որ մենք ուրախացել ենք եւ ուրախ ենք, որ մենք ունեցանք երկու արբանյակ, բայց մեզ պետք է գիտելիք եւ կայուն գիտելիք պետք է մեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Ես զրուցում էի դոկտոր Մարի Հրաչուհի Պողոսյանի հետ եւ մենք քննարկեցինք Հայաստանում իրականացվող տիեզերական ոլորտի զարգացման ծրագրերը։ Կհանդիպենք։